Բարի սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, այսօր այստեղ հրաշք է կատարվելու, ես ունեմ հոյակապ հյուր, պարոն Բաղինյանը մեզ հյուր է եկել, որպեսզի պատրաստի իր այն ընտիր ուտեստը, որը իր խոհանոցում սովորաբար պատրաստում է։ Ասեմ, որ այս մարդը ոչ միայն տաղանդավոր արտիստ է, հոյակապ ասմունքող, այլ նաև պրոֆեսիոնալ խոհարար։ Շատ ուրախ եմ, պարոն Բաղինյան, որ այսօր այստեղ մեզ հետ եք, իմ խոհանոցում եւ իհարկե հեռուստադիտողի հետ միասին։ Ներկայացրեք, թե ինչ եք անելու։ Ներկայացնեմ ձեզ, ասեմ, որ ես իսկապես արհեստավարժ, այսինքն պրոֆեսիոնալ խոհարար եմ։ Մենք գիտենք դրա մասին։ Մինչև ինստիտուտը սովորել եմ, աշխատել եմ եւ այլն, բանակում եմ եղել խոհարար, եւ երբեմն կատակով ասում եմ, որ ես խոհարարների մեջ լավագույն դերասանն եմ, դերասանների մեջ լավագույն խոհարարը, վաստակավոր խոհարար, որը Ջուլիային ջղայնացնում է երբեմն այդպես մի ասա։ Խոհանոցը դա իմ հոբին է, իմ տարերքն է նաև, եւ սիրում եմ պատրաստել, եւ այսօր ես ձեզ համար ուզում եմ պատրաստել լեհական, նաև հունգարական, այսպես մի ուրեմն ճաշատեսակ կա, որը կոչվում է մեդալյոն։ Հասկանալի։ Պարոն Բաղինյան, եկեք արագ ներկայացնենք բաղադրիչները, խոսքը փոխանցենք գործընկերներին, հետո էլի կվերադառնանք ու կշարունակենք։ Ինչ է մեզ պետք այս ուտեստը պատրաստելու։ Միսը իհարկե ավելի շատ, հիմա նկարում ենք, մենք ավելի շատ ենք արել։ Կարող է լինել տավարի փափկամիս։ Առաջ բաղադրիչները ներկայացնենք բաղադրիչները։ Ուրեմն տավարի, խոզի կամ հավի փափկամիս։ Այո։ Այնուհետև ուրեմն բանջարեղեն, սոխ, գլուխ սոխ, նաև կանաչ սոխ հետագայում, ուրեմն այս բիբարը, պղպեղը քաղցր, կարող է լինել կարմիր, կարող է լինել կանաչ, կարող է լինել համադրություն գույների, անպայման գազար, քերիչով քերած գազար, պատրաստում ենք այս ամենը նախորոք, կանաչին, խառը կանաչին, որը ես սիրում եմ այս ցողունները, քոքերը այսպես ասած, որը կտրտում եմ, նույնպես տապակում եմ սոխի հետ միասին, նույնպես կանաչ սոխ, կարտոֆիլ, որից պատրաստում ենք այդ խավարտը, խույսն ենք պատրաստում, պյուրեն կարտոֆիլի։ Այստեղ ունենք կաթ, ունենք արգանակ։ Արգանակ ունենք, որը միսը նախորոք ուրեմն կտորներով, այսպիսի կտորներով նախորոք։ Սա կանենք հետո, հիմա խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, հետո կմիանանք խոհանոցին։ Անպայման, անշուշտ։ Մանրակրկիտ մեր հեռուստադիտողին կներկայացնենք, թե ինչ է կատարվելու այսօր այստեղ։ Ողջույն եւս մեկ անգամ, սիրելիներս, այսօր շատ հետաքրքիր այստեղ թողուբող է տիրում, ես հյուր ունեմ, ինչպես իմացաք, պարոն Բաղինյանը այսօր իր առաջարկն է անելու, իր բաղադրատոմսն է ձեզ առաջարկելու, որը լեհական խոհանոց է, լեհական եւ հունգարական։ Լեհական, նաեւ հունգարացիներն են։ Եվ ունի անվանում մեդալյոն։ Մեդալյոն։ Ահա, ներկայացրեք եւս մեկ անգամ ամբողջ այս մթերքները եւ իհարկե սկսենք պատրաստել։ Ուրեմն տավարի, խոզի կամ հավի փափկամիս, այնուհետև բանջարեղեն, որի մեջ պղպեղն է, տարբեր գույների համադրությամբ, շատ հաճելի, կանաչ, դեղին, կարմիր, տվյալ պահին ունենք, նարնջագույն նույնիսկ, գազար մաքրած վիճակում, որը հետո պետք է քերիչով անենք, պոմիդոր, գլուխ սոխ, կանաչ սոխ եւ խառը կանաչի։ Նախ կտրտում ենք միսը, փափկամիսը, կտրտում ենք փափկամիսը այսպես ոչ շատ խոշոր, ոչ էլ շատ մանր կտորներով, եւ այս ամբողջը արդեն այնտեղ մենք ունենք կտրտած, սա էլ ավելացնում ենք ջուր, այնքան որ ծածկի, շատ չէ, որպեսզի բուլյոնը համեղ լինի շատ ջուր չենք անում, եւ ուրեմն դնում ենք գազօջախին, թեժ կրակի վրա, հենց որ փրփուրը բարձրանում է, նախ ասեմ միսը լավ լվանում ենք, մենք նախորոք մենք լվացել էինք, եւ ուրեմն հենց որ փրփուրը մաքրում ենք, գցում ենք այնտեղ արդեն ներսում է գլուխ սոխ, 2-3 հատ փոքր նայած մսի քանակին, գլուխ սոխ մաքրած վիճակում ամբողջական, սև պղպեղ հատիկավոր, եւ որոշ ժամանակ անց եփելուց հետո նաեւ դափնու տերև մի քանի հատ։ Ու աղ, քիչ աղ, ընթացքում մի քիչ աղ, եւ այս ամենը եփվում է, եփվելուց ընթացքում, երբ որ նա եփում ենք մենք, ուրեմն կտրտում ենք սոխը։ Ահա, ես էլ քերիչով անցկացնեմ գազարը, որովհետև մենք այստեղ ունենք բազմապիսի բանջարեղեններ, որոնք պետք է կտրատվի եւ մշակվի։ Ահա, մի բան մոռացա ասեմ, որպես խավարտ, գարնիր այսպես ասած,
կարտոֆիլը լավ մաքրում ենք, լցնում ենք ուրեմն կաթսայի մեջ կարտոֆիլը, ջուրը ավելացնում ենք, մեծ բռով շատ մի վախեցեք, աղ ենք լցնում, եփվում է կարտոֆիլը, մինչև համարյա պատրաստ լինելը, փխլվելը, որից հետո քամում ենք, այ մենք այստեղ քամել ենք Արդեն պատրաստ է, այո։ Քամում ենք, որից հետո ջուրը, այդ աղա ջուրը, Այո։ կարտոֆիլը ինչքան պետք է վերցրել է, ավելացնում ենք կարակ, սերուցքային կարակ, հայերեն ասած սլիվիչնի ուրեմն կարակ, եւ որից հետո նաեւ մի վախեցեք, յուղը շատ չի լինում։ Երբեք, ես կաթ, կաթ, մի բաժակ, կես բաժակ կաթ, տաք կաթ, եւ ուրեմն տրորում ենք այդ ամեն ինչը, ճզմում ենք, պատրաստում ենք պյուրե։ Դրենք մի կողմ։ Դրեցինք։ Մինչև մսի եփելը, մսի պատրաստվելը, ինչպես ասացի, կտրտում ենք սոխը։ Ահա, ես էլ գազարը անցկացնեմ։ Դուք էլ գազարը մաքրեք։ Այո։ Ահա։ Ես վարպետաց դասեր եմ անցնում այս պահին, սիրելի հեռուստադիտողներ, իսկ դուք գրի առեք բաղադրատոմսը, որովհետև վիտամիններով հարուստ, հագեցնող եւ օրվա համար շատ լավ կարծում եմ տարբերակ է։ Այո։ Այնպես որ հետևեք մեզ, որ տեսնեք ավարտը ինչպեսին է լինելու։ Դե սկսեք պատմել, պարոն Բաղինյան, տանը որքան շատ եք պատրաստում եւ խոհանոցում մրցում եք Տիկին Ջուլիայի հետ, թե ինչպես։ Գիտեք ինչ, տանը ես պատրաստում եմ երբեմն, շատ չէ, Տիկին Ջուլիան մի քիչ խանդով է մոտենում, հատկապես որ մեր աղջիկները ժամանակին, քանի որ ես արհեստավարժ պրոֆեսիոնալ խոհարար եմ, տղամարդու ձեռքն էլ գիտեք համով է լինում, եւ աշխարհում ոչ մի կարգին խոհանոց կին շեֆ խոհարար չունի, դա փաստ է։ Երբ որ ես պատրաստում եմ, մեր աղջիկները երբեմն ասում էին, «Վայ, մաման երբ է հիվանդանալու պապան ճաշեփի»։ Ջուլիան կատաղում էր։ Հետագայում այդ պատմությունը կրկնվեց, մեր թորնիկները նույնպես նախընտրում էին իմ պատրաստածը, բայց Ջուլիան շատ լավ տանը մոռանում ես, որ նա դերասանուհի է, տաղանդավոր հայտնի դերասանուհի, տանը նա լրիվ խոհանոցը իր տարերքն է։ Ընտիր տոլմա է պատրաստում, ամեն տեսակի տոլմա, թավա է դնում, հարիսա։ Նա ունի ճաշատեսակներ, որոնք անկրկնելի են, ես այդ համը Ջուլիան որ պատրաստում է ոչ միտեղ չեմ դնում։ Բայց իհարկե գլոբալ առումով, ընդհանուր առումով նա տանուլ է տալիս իմ մոտ որպես խոհարար եւ դա նրան զայրացնում է։ Երբեմն, քանի որ ժամանակին կյանքիս ընթացքում երբեմն եղել են ժամանակներ, երբ որ ես նույնիսկ թողել եմ, հեռացել եմ թատրոնից, զբաղվել եմ ուրիշ գործով, այդպես եղավ նաև 13 թվականին, չպատմեմ ինչ հանգամանքներ եղան, ընտրություններ էր եւ այլ ինչ որ բան ավելորդ, ասի երևի ինձ հեռուստատեսությունից մեկուսացրին, մնացի թատրոնի աշխատավարձի հույսին եւ 13-ին ես գնացի Ռուսաստան մերոնց մոտ աշխատելու, ռեստորան ունեին, զարմացան, որ վաստակավոր արտիստ, դերասան, նկարվում էին սերիալներում, բան, բայց գնացի աշխատեցի եւ ինձ բաց չէին թողնում, որովհետեւ լավ էի աշխատում եւ հազիվ կարողացա վերադառնալ նորից Հայաստան 13 թվականից մինչեւ 19 թիվը համարյա այնտեղ էի։ Ինչ եմ ուզում ասեմ։ Եվ քանի որ ես այնտեղ ռեժիմով էի աշխատել, բավականին ինտենսիվ, առավոտյան նախաճաշ, մեծ կոմպլեքս էր, ռեստորան, հյուրանոց, եւ սովորել էի այդ ռիթմին անընդհատ։ Տանն էլ երբեմն անկախ ինձ ձեռներս քորեր գալիս, ուզում եմ պատրաստել։ Ես կարող եմ առավոտյան շուտ եմ արթնանում, ի տարբերություն Ջուլիայի, նա շատ ուշ է քնում եւ մի քիչ եթե փոր չկա երկար է։ Նա բու է, ես արտույտ եմ, հակադրություն է։ Ես առավոտ շուտ 6-ին 6:30 արդեն վեր եմ գնում եւ այլն։ Մարզանք, բան, հետո 11-ին փորձի եմ այդ ընթացքում, եթե ես անում եմ երբեմն, հավես եմ ունենում, այսպես ասած, ես կարող եմ 1 ժամ Իսկ եթե միսը պատրաստ է նախորոք, 1 ժամվա ընթացքում կարող եմ պատրաստել առաջին, երկրորդ, տանը եղած թարմ մրգերից, որ պիտի փչանան, կամ ինչ որ չիր ու չամիչներ եթե լինի, կոմպոտ պատրաստեմ, հա, կամ թարմ մրգերից, կամ չորացրած, եւ սալատ, որևէ լավ, ուրեմն բանջարեղային սալատ։ Տաղանդավոր մարդը տաղանդավոր է։ Եվ մի հանգամանք կա, ուրիշ կին երջանիկ կլիներ, չէ՞, ամբողջ օրվա ճաշը պատրաստ է։ Բայց Ջուլիան զայրանում է ինչից։ Ես երբ խոհանոցում աշխատում եմ, սովորություն չունեմ անմիջապես, այսպես ասած, ցայել ինչ-որ բան աշխատանքի ընթացքում, որովհետև երբ որ ես աշխատել եմ սրճարանում, ռեստորանում, միշտ եղել է կողքից աշխատող։ Եվ ես վերջում եմ մաքրում, կանոնավորում, ընթացքում տենց սովորություն չունեմ։ Աստված հեռու տանի այդ ընթացքում, երբ որ Ջուլիան հայտնվի եւ տեսնի, հասկանալով, որ միևնույն է, մի կես ժամ հետո ամեն ինչ կարգին դասավորված է լինելու, Ես ինչ ես արել, ինչ ես արել, հարամլնի քո պատրաստելը, սա խոհանոց խառնես իրար։
մի անգամ շատ չերկարացնեմ, ուրեմն մենք սոխը կտրտել ենք, հիմա այլ կանաչու ցողուններն ենք կտրտում, քոքերը այսպես ասած, երբեք դեն չեմ գցում, դուք մաքրել եք մի շատ եք բան արել, էլի փոքրացե, այսպես շատ լավն է, խառը կանաչու ցողունները հետագայում սոխի հետ միասին մենք տապակում ենք։ Ուրեմն մի անգամ ներողություն եմ խնդրում, տերևները օգտագործելու ենք։ Տերևները նույնպես օգտագործելու ենք, վերջում արդեն տերևներն ենք օգտագործելու, վրան լցնելուց։ Մի անգամ նույնիսկ էսպիսի մի բան եղավ, Ջուլիայի ընկերուհիներից մեկը ինչ որ գործով առավոտյան եկել էր 11-ի կողմերը երևի թե, ես արդեն տանը չեմ եղել, եւ այս կինը ասել է՝ «Վայ Ջուլիա ջան, տանը ոչինչ պատրաստ չունեմ, հիմա էլ պետք է գնամ պատրաստեմ, հա ոչ զավտրիկ, ոչ նախաճաշ եմ արել, ջան»։ Ջուլիան ասել է՝ «Խնդրեմ, առաջին կա, երկրորդ կա թարմ պատրաստած, նույնիսկ սալատ ու կոմոդ»։ Վա, ես երբ ես հասրել։ Դելա Սամվելն արել։ Բան չես տես դժգո։ Բամբոչ խոհանոցը խառնում ավոր մտմես ման ասում, լսի, եթե քեզ պետք չէ Սամվելը, տուր ինձ։ Այտենց մարդուց ոնց կարելի է բան անել, բողոքել, այսպես նույնիսկ բայց դա նորմալ է, բոլորիս ընտանիքներում էլ եթե տղամարդիկ մտնում են խոհանոց, այդ թողը տիրում է, մենք էլ բոլորս կանայք այդպես բողոքում են, այս ինչ արեցին, ինչի պատրաստեցիր, դու թափթփեց։ Սա նորմալ երևույթ է, կարծում եմ ոչ միայն Տիկին Ջուլիայի մոտ է այդպես, բոլորիս մոտ է այդպես, բայց երջանիկ է, այո, յուրաքանչյուր կին, երբ տղամարդը անցնում է գործի եւ պատրաստում է շատ համեղ, ոչ թե միայն պատրաստում եւ թափթփում է, այլ այդ ամենը ստացվում է շատ համեղ։ Ցանկացած տղամարդ ունի այդ հակումը, պատրաստել ինչ որ բան, թեկուզ հենց մեր հայկական ավանդական խորովածը բոլորն էլ ուրեմն դրա մասնագետն են կարելի ասել, այնպես որ դա նորմալ է համարվում։ Ահա, այս պահի մենք պետք է կտրատենք բանջարեղեն, այսինքն պղպեղները եւ ինչ տեսքով պետք է այն կտրատել։ Հիմա։ Ուրեմն այսպես արեցինք, միսը շարունակում է եփվել, միսը շարունակում է եփվել։ Հիմա մենք ինչ ենք անում։ Մենք անցնում ենք բանջարեղենին։ Այո, խնդրեմ։ Բանջարեղենին ենք անցնում, շատ լավ կիսել ես, շատ լավ կտրտել ես, այսպես երևի թե ծղոտիկների պես համարյա այսպես ծղոտիկների նման, որպեսզի նրանք նաև ախորժալի լինեն, ինչ որտեղ նաև Երևան, հա, ամբողջական լինեն, չլղոզվեն, այսպես ասած։ Հասկանալ եմ։ Հիմա ես առաջարկում եմ մի փոքր դադար ունենանք, հետո կվերադառնանք ու էլի կշարունակենք, դուք մնում եք մեզ հետ սիրելի հեռուստադիտողներ։ Դե ինչ սիրելիներս, եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ եւ ասում ենք այսօր պատրաստում ենք մի ամբողջական վիտամինային պաշար, որը շատ համեղ է, Լեհա հունգարական խոհանոցից, պարոն Բաղինյանն է այն պատրաստում եւ առաջարկել է այսօրվա ուտեստը հենց իր բաղադրատոմսով եւ հիմա մինչ այս պահը մենք տապակեցինք միսը, հորթի փակկամիսը սոխով։ Նախ եփեցինք միսը, որից հետո կտրտեցինք ու տապակեցինք կարակով, սոխով։ Հիմա պետք է պղպեղները, հա տեսեք որքան գեղեցիկ է դասավորել, դա կտրատել է, այսպես գույներով համադրել է։ Կարմիր, դեղին, կանաչ, նարնջագույն, այս պղպեղների ուրեմն գույնային էս գամայով համադրությամբ խառնում ենք ուրեմն տապակած նախ եփած, հետո սոխով տապակած մսին եւ ուրեմն բանջարեղենը ավելացնում ենք, խառնում ենք, ամիջապես դրա հետ միասին ավելացնում ենք նաև քերիչով դու քերեցի, այդ գազարն ենք խառնում, այսպես, քերիչով անցկացրած գազարը, ուրեմն սոխով տապակած մսին, գլուխ սոխով, ավելացնում ենք ուրեմն հունջը պղպեղների եւ ուրեմն գազարը քերիչով անցկացրած։ Իսկ մենք համեմունք ավելացնելու ենք։ Ոչ մի առայժմ ոչ մի համեմունք։ Առայժմ ոչ մի համեմունք։ Եվ նշեք, որ փապկամիսը եփելուց պղպեղ էինք ավելացրել եւ սոխ։ Մանր գլուխ սոխ, պղպեղ եւ ես կպատրաստեմ պյուրեն։ Սիրելիներս, այս պահին էլի դադար ենք ունենալու, վերադառնալու ենք ու շարունակենք։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ եւ հենց հիմա անցնում ենք առաջ պատմելով, ասելով, թե ինչ է կատարվել մինչ այս պահը։ Պարոն Բաղինյանը մի հոյակապ կերակուր է պատրաստել, որ անմահական է։ Ես կարծում եմ այնքան համեղ է լինելու, են որ ասում են մատներդ հետը ուտես, այ այդպես։ Դե ներկայացնենք։ Շնորհակալություն։ Ուրեմն այսպես, մեր մեդալյոնը
լեհական, նաև հունգարական տարածված բավականին այսպես ճաշատեսակ պատրաստ է արդեն համարյա։ Ինչ է կատարվել։ Ուրեմն միսը նախորոք էփած միսը կտրտեցինք մենք եւ թավայում կարակով եւ շատ սոխով այսպես տապակեցինք եփած միս։ Մի 5-6 րոպեից հետո ինչպես տեսակ ավելացրինք կտրտած տեսականին, քաղցր պղպեղների գունավոր, այդ գունավոր պղպեղների տեսականին ավելացնելուց հետո մանր կտրտած մենք քերիչով անցկացրած գազարն էլ ավելացրինք, խառնեցինք, այնուհետև ավելացրինք կանաչ սոխ եւ կանաչեղենի այդ ցողունները, խառը կանաչի օջիկները կտրտած, ոչ տերևները, այսպես ուրեմն սա տապակվեց եւ ամենահետաքրքիրն ու կարեւորը առանձին թավայում մենք դարձյալ մի քիչ կարակ եւ ուրեմն 2 գթալ, նայած ինչքան է մենք օգտագործում ճաշի գտալ տոմատ։ Իմիջիալոց ուզում եմ նշել տոմատի մածուկը օգտագործեցինք Իջևանի գինու եւ պահածոների գործարանի արտադրանքը, որը շատ համեղ է։ Հիմա մենք զգացի ինչ որ բան, որ մեր Իջևանին, ես Իջևանից եմ։ Այո։ Եվ ուրեմն տոմատին ավելացնում ենք մի քիչ շաքարավազ, որ կոտրենք այդ թթվությունը։ Այնուհետև ավելացնում ենք կտրտած պոմիդորը ավելացրինք եւ ավելացրինք միսը, որը մենք եփել ենք այդ արգանակը մսի։ Արգանակը 1-2 բաժակուկես ավելացրինք այդ փաստորեն այնտեղ բանջարեղենը տապակվեց ամբողջը մսի հետ, իսկ այստեղ ուրեմն տոմատի մածուկը, ինչպես նաեւ պոմիդորը կտրտված եւ ավելացրինք արգանակ ապրես։ Դե հիմա այդ կախարդանքը այս արգանակը մենք ավելացրել ենք այնտեղ, տեսնում եք, ափսեն նույնիսկ չենք հասցրել թավան ողողել։ Բայց ասեմ որ Տիկին Ջուլիա, մեր խոհանոցը իդեալական մաքուր է, այստեղ ոչ մի բան չենք թափ թփել, ոչ մի բան չենք կեղտոտել, այնպես որ հանգիստ եղեք։ Այստեղ գլուխ սոխով տապակված միսն է մանր կտրված, բեստրոգանի պես կտրտված, այդպես ավելացված պղպեղների տեսականին, գազարը, կանաչու ցողունները եւ կանաչ սոխը։ Եվ այսպես ստացվել է այս սոուսը կարելի ասել։ Հիմա Ադրինեն պատրաստել է պյուրեն, շատ լավ է պատրաստել, այո, պյուրեն կաթով եւ ուրեմն կարակով, այո։ Հիմա տեղափոխում ենք մատուցման ամանի մեջ եւ շատ հետաքրքիր մատուցման ձև ունի այս կերակուրը։ Հիմա դուք կտեսնեք։ Մի քիչ կպել է պյուրեի տակը Ոչինչ, կարծում եմ հաճելի խորոված կարտոֆիլի հոտ է դարձել, ոչինչ, ոչ մի խնդիր չկա, ես կարծում եմ շատ չնչին։ Ես կվերցնեմ սա, որպեսզի ավելի ամեն բան պարզ լինի։ Տարածում ենք մենք պյուրեն, այսպես գեղեցիկ, ամբողջ ուրեմն ափսեով, կարող է լինել անհատական ուրեմն յուրաքանչյուրին անհատական ափսեով, ես նախընտրում եմ մեր հայավարի այսպես ընդհանուր։ Երբ աշխատում էի Ռուսաստանում, Սամարայում, ողջույն Հովանեսին եւ մեր սիրելին ունեին իմ բարեկամներն են, նրանց մոտ ես աշխատել եմ մոտ 5-6 տարի, հրաշալի մարդիկ են, հրաշալի խոհանոց էր Սամարա քաղաքում։ Այնտեղ ես ապշել էի, երբ որ խորոված էին պատրաստում, Ադրինե, այս մեր ռուսները հարգելի, ինչ էին անում։ Ասում էին ամիքից բաժին առանձին տուր։ Դու պատկերացնում ես 30-40 հոգուն բանկետ է, յուրաքանչյուր խորոված առանձին տաս։ Հայտարարություն, այսինքն մեկը շատ կուտի, մեկը քիչ կուտի եւ այլն։ Հազիվ կարողացա երբեմն տենց դեպքեր է լինում, ես զայրանում էի սաստիկ, ասում էին ընդհանուր ամանով դնում ենք։ Ով ինչքան կուզի կուտի, էսպիսի հետաքրքիր մի բան։ Իհարկե, ինչու այսքան ասեցի, այս դեպքում արդեն ես նախընտրում եմ այս մեդալյոնը մեծ ափսեով, հետո յուրաքանչյուրը մեկը ուտում է, մեկը քիչ է ուտում։ Ահա, գտալը։ Եվ ուրեմն վրայից այստեղ ուրեմն տապակված բանջարեղենն է մսի հետ, ավելացված սոուսը տոմատով, տոմատի մածուկով, պոմիդորով եւ ուրեմն արգանակով մսի։ Բույրը ժողով չեք պատկերացնում, ինչ թարմության, բանջարեղենի թարմության։ Այո, եւս մի կարեւոր բան, պետք է այնպես սարքվի սա, որ ոչ շատ եփվի եւ վիտամինները վնասվեն, ոչ էլ խրթխրթա բանջարեղենը։ Այսպես մի իդեալական պահ կա, որը պետք է որսալ այդ պահը ուղղակի։ Դրա համար պետք է լինել վարպետ, խոհանոցում պետք է լինել վարպետ, որպեսզի այդ նրբությունները իմանաս։ Այսպես տարածում ենք մեդալյոնը մեր սիրելի եւ հետո ավելացնում ենք կտրտած արդեն ոչ թե ցողունները, այլ տերևները կանաչ, այսպես ախորժալի հայկական խոհանոցին վայել
որը ես չգիտեմ նրանց մոտ մաղիդանոս է, երբեմն էլ ուրեմն սամիտ։ Ուրիշ կանաչիներ չկան։ Գոնե Ռեհան կարծում եմ Եվ չեն էլ նրանք կանաչի անում, ամենք ենք այդպես։ Ահա, մենք էլի հայկական մոտեցում կա այս ամեն ինչի մեջ, իսկ ինչու է կոչվում մեդալիոն։ Կարող է դուք պատմությունը գիտեք։ Չեմ խորացել, մեդալիոն երևի որ վրան դրված էսպես զարդերով, հա, նմանություն կա մեդալիոնի։ Ամեն դեպքում շատ եւ գեղեցիկ է եւ համի մասին կարող ենք կասկած չունենալ, որովհետեւ տեսքը արդեն հուշում է, որ ընտիրություն է։ Ժողովուրդ ջան, պատրաստ եք, եթե ցանկանաք բաղադրատոմսը մանրակրկտորեն եւս մեկ անգամ ունենալ, լսել կամ նամակագրությամբ կարող եք շփվել մեզ հետ։ Ադրինեն, մանրամասն։ Ես կներկայացնեմ, որովհետեւ այստեղ վարպետաց դասեր անցա, փաստորեն սովորեցի եւս մեկ հաճելի, համեղ եւ ընտիր կերակուր։ Շատ շնորհակալ եմ ձեզ, որ այսօր եկաք եւ լցրեցիք մեր խոհանոցը այս համեղությունով եւ ձեր ջերմությամբ, ձեր պոզիտիվ, լավ բնավորությամբ, որը մեր հեռուստադիտողին շատ պետք է, մեզ բոլորիս շատ պետք է։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Հեռուստադիտողին ասենք, որ մենք իրենց շատ ենք սիրում եւ շատ մեզ համար մեծ պատիվ է, որ նրանք մշտապես մեզ հետ են առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս, լավ եղեք, պատրաստեք այս համեղությունը եւ վայելեք։ Կհանդիպենք։